Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 20 Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է։ Հայտնություն 2-7 խոսք Ոչ մի մարդ չպետք է մեջքով կանգնի մարտի օրը կամ հրաժարվի սուրբ պատերազմի մեջ մտնելուց։ Մենք պետք է կռվենք, եթե ուզում ենք հաղթել, և պետք է շարունակենք պատերազմը, մինչև հաղթենք բոլոր թշնամիներին։ Հակառակ դեպքում այս խոստումը մեզ չի վերաբերվի, քանի որ այն միայն հաղթողի համար է։ Մենք պետք է հաղթահարենք աշխարհ եկած կեղծ մարգարեներին և նրանց ուսմունքներին ուղեկցող ողջ չարիքը։ Մենք պետք է հաղթահարենք մեր սեփական սրտի թուլությունը և մեր առաջին սերը թողնելու հակումը։ Կարդացեք Սուրբ Հոգու ամբողջ խոսքը Եփեսոսի եկեղեցուն։ Եթե շնորհով հաղթահարենք, ինչպես որ պետք է հաղթահարենք, եթե իսկապես հետևենք մեր հաղթական առաջնորդին, ապա նա մեզ կընդունի Աստծո դրախտի մեջ և թույլ կտա անցնել քերովբեների ու նրանց բոցավառ սրի կողքով և մոտենալ այն պահպանվող ծառին, որից եթե մարդ ուտի, հավիտյան կապրի։ Այսպիսով մենք կփրկվենք անվերջ մահից, որը մեղքի կործանումն է, և կընդունենք հավերժական կյանքը, որը անմեղության կնիքն է, աստվածային սրբության անմահ սկզբունքների ճյուղը։ Ուրեմն եկ ով սիրտ, քաջացիր, եթե մենք փախչենք պատերազմից, կկորցնենք նոր և ավելի լավ Եդեմի ուրախությունները, իսկ հաղթանակի համար պայքարելը նշանակում է դրախտում քայլել Աստծո հետ միասին։